Շատ-շատերիս հայտնի է Բաբելոնի աշտարակը, եկեք Աստվածաշնչով իմանանք, թե ինչի համար կառուցվեց այն, եւ ինչի համար Աստված խառնեց նրանց լեզուն, եւ ամենակարևորը, եկեք տեսնենք արդյոք կա այստեղ Սուրբ Երրորդության գաղափարը, թե ոչ։ Կարդում ենք Ծննդոց 11-րդ գլուխ 1-ից 9-րդ խոսքերը։ Ամբողջ երկիրը ուներ մեկ լեզու եւ մեկ խոսվածք։ Երբ նրանք արևելքից մեկնեցին, Սենար երկրում մի դաշտ գտան եւ բնակվեցին այնտեղ։ Եվ իրար ասացին. եկեք աղյուսներ շինենք եւ թրծենք կրակով։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպերը իբրև շաղախ։ Եվ ասացին. եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք եւ մի աշտարակ, որի գագաթը միջև երկինք հասնի, եւ մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ։ Տերն իջավ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը։ Տերն ասաց. ահա մեկ ազգ է եւ մեկ լեզու նրանց բոլորի համար, եւ ահա սկսեցին կառուցել, ու հիմա նրանց համար դժվար չի լինի կառուցել այն, ինչ որ խորհեցին։ Եկեք իջնենք եւ այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան։ Տերն այնտեղից նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ եւ դադարեցին քաղաքը կառուցել։ Դրա համար այն Բաբելոն կոչվեց, որովհետեւ այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։